Սահմանապահ գյուղ է սամբար, մեր հայրենի Բերդավան։ Բերդավանի պատմությունը, մարդկանց ազնվությունն ու հարեհասությունը, գյուղի բնության գրավչությունն ու հայրենասիրական ոգին ամբողջացվել են գյուղի համար գրված հիմներգում։ Ստեղծագործության հեղինակը վաստակաշատ մանկավարժ Բերդավանի բնակիչ Սամսոն Խոջոյանն է, որի նախաձեռնությամբ եւ ջանքերով էլ ստեղծվել է գյուղի հիմներգը։ Երգերն էլ կամ որևէ ստեղծագործություն մարդուն նման է էլի, մտնում է կյանք, կարող է երկար կյանք ունենա, կարող է կարճ կյանք ունենա, կարող է փառավոր կյանք ունենա, կարող է ոչ այնքան փառավոր կյանք ունենա։ Երգը ստեղծվել է այն նպատակով, որ ասենք հանդիսությունների ժամանակ օգտագործվի, ասենք հարսանիքների սկզբից, ասենք եթե Բերդավանյան հարսանիք, սկզբից այդ երգը հնչի, մարդիկ օգտագործեն էլի, ասենք որդուն բանակ են ճանապարհում, ինչ որ մի հանդիսավոր արարողություն կա տանը, համենայն դեպս երգը օգտագործվի։ Ամեն գյուղ իր ադրվածքն ունի։ Մեր գյուղում շատերի մոտ են տպավորությունն, ասենք ոնց որ այդ երգի պակասնեինք, ոնց որ, չէ՞, այդ ձևի մտածողություններ կա։ Բայց դե մարդկանց մեծ մասը հասկանում է, որ դա շատ կարևոր բան է։ Իսկ ընդհանրապես պետք է բոլորը մտածեն այն մասին, որ այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի դիմադրական շարժման գործում ոչ մի գեներալ այնքան մեծ դեր չկատարել, ինչքան Էդիթ Պիաֆն է կատարել իր երգերով, նրա երգի հնչյունների տակ մարդիկ դուրս են եկել։ Եթե մի քիչ ավելի հետ գնանք, ասենք Ֆրանսիայի Մարսելիոզը, այն Ռուժե դի որ գրեց, նա իհարկե երբեք չէր պատկերացնում, որ նա կդառնա այն քայլ երգը եւ այն հիմնը, որը ֆրանսիացիներին կհամախմբե կտանի։ Այնպես որ ամեն ինչ կարևոր է, էլի ոչ մի բան անկարևոր չի։ Ուղղակի գնահատելու պահն է, մարդիկ ինչպես են գնահատում, ինչպես են նայում դրան։ Երաժշտության հեղինակը Նաիրա Ներսիսյանն է, իսկ գործիքավորումը կատարել է Գևորգ Հակոբյանը։ Հիմներգում արտացոլված են սահմանապահ գյուղի անցած ճանապարհը, նրա դիմագրված դժվարությունները, հայրենիքին տված անվանի զավակներն ու վաղվա օրվա հանդեպ հավատը։ Ես ուզել եմ երգը զուսպելի, բայց բնութագրական լի։ Ներկայացնել գյուղը եւ գյուղի կերպարը եւ մարդկանց կերպարը։ Երկու կարևոր խորհրդանիշներ այդտեղ են գտել, ասենք սահմանում մեր գյուղացիների կատարած կարևոր գործերը, որ ամուր կանգնել են սահմանին։ Հետո ուշադրություն եմ դարձրել նաև այն բանին, որ գյուղը անվանի մարդիկ էլ շատ տվել, բառարանագիրներ, գիտնականներ, կենսաբաններ, քիչ մարդիկ չեն տվել, բայց բոլոր դեպքերում ի վերջո գյուղը պահպանում է այստեղ ապրող մարդկանցով։ Բերդավանցիք գինու հարգը իմացող մարդիկ են եղել միշտ, բարձր են գնահատել եւ այդ ավանդույթները, որ ասենք գինև այդ մարդիկ են գինու հարգը իմացող, գնահատող, հյուրասեր, հյուրընկալ ու նաեւ շեշտել եմ, որ դե միշտ ասում են, չէ, պետքա սարուդաշտում ընկերոջդ փորձես էլի։ Ես էլ եմ շեշտել, որ սարուդաշտի լավ ընկեր է։ Իհարկե մենք հանդուչոլի ենք ասում, բայց բոլոր դեպքերում մտածեցի, որ հայերեն բառերով օգտագործեմ եւ գրեցի, որ սարուդաշտի լավ ընկեր, այսինքն եւ դրսում եւ այստեղ այդ մարդիկ հուսալի մարդիկ են։ Ամենքս մի բան պարտավոր ենք անենք։ Հիմա ով ինչա կարող է մեկը շատ բանակարում անել, մեկը քիչ անում, բայց դա նշանակություն չունի։ Ով ինչքան կարողանում է։ Ապրիր հավերժ մեր Բերդավան կրկներգը հնչում է որպես հիրո եւ հավատարմության խոստում հայրենի գյուղին։ Երգի տողերում Բերդավանը ներկայացվում է որպես լեռների գոգում ծվարած կենսունակ ու ամուր բնակավայր, որը հաղթահարելով ժամանակի փորձությունները շարունակում է պահպանել իր ոգին ու արժեքները։ Հիմներգը կոչված է միավորելու տարբեր սերունդներին, ամրապնդելու համայնքային ինքնությունն ու նորովի արժևորելու հայրենի օջախի հանդեպ սերն ու նվիրվածությունը։